Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստադիտողներին սպասվում են նոր ու հետաքրքիր անակնկալներ։ Ինչպես պարզ դարձավ հեռուստադիտողներին նախորդ սերիայից, Հենրին վերջապես Ֆաինային ասում է այն ճշմարտությունը, որն իրեն տանջում է։ Ֆաինան տեղեկանում է, որ Անգելինան իսկապես իր քույրն է, բայց ոչ թե հոր, այլ մոր կողմից։ Հենրին վերջապես Ֆաինային ասում է այն ճշմարտությունն ու Ֆաինան իսկապես կորցնում է գլուխը, նա չի հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Հենրին նրան տեղեկացնում է, որ այո, Անգելինան Աննայի դուստրն է, և հենց այդ պահին ներս է մտնում հայրը Միքայելը։ Ֆաինան հուզված է, արցունքն աչքերին, ինչպիսի բացատրություն է տալիս նրան Միքայելը ցույց կտա ժամանակը, բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է, և այս գաղտնիքը կամաց-կամաց տարածվում է։ Բայց քանի որ Ֆաինան մեկնում է և հնարավոր չէ ինչ-որ մեկին բացահայտի այդ գաղտնիքը, ևս մեկ մարդու սրին է ավելանում այս բեռը։ Մինչ այդ, Լիլիթը փորձում է Սոսի մոտ խղճահարություն առաջացնել և մեծ քանակով դեղահաբեր է խմում, բայց մինչ այդ նա զանգահարում է շտապ օգնություն, հավանաբար վախենալով իր կյանքից։ Բայց այս բացասական տեսարանների ֆոնին հեռուստասերիալում կան նաև դրական և գեղեցիկ տեսարաններ, դա Մերիի ու Արամի հարսանիքն է։ Նրանք եկեղեցում երդում են տալիս տեր ու պահապան լինելու, միմյանց և սիրելու մինչև իրենց կյանքի վերջը։ Հեռուստադիտողները կարծում են, որ այս հեռուստասերիալում ամենագեղեցիկ զույգը հենց նրանք են և միակ զույգն են, որոնք ամուսնանում են փոխադարձ սիրով։ Եվ մինչ Հենրին ու Բետին գնացել են մանկատուն, որպեսզի մտերմանան երեխայի հետ և բերեն իրենց հետ տուն, քանի որ Բետին զրկված է ամբողջ կյանքում երեխա ունենալու երջանկությունից, Նոյն ու Անգելինան ավելի շատ են մտերմանում։ Բայց մտերմությունն ուրիշ է, սերն ուրիշ, արդյոք Անգելինան այնքան կսիրի Նոյին, որ կարողանա նրա հետ երջանիկ լինել։ Բայց ամեն դեպքում նշենք, որ նրանց հարսանիքը ևս մոտ է, իսկ թե երբ է տեղի ունենալու։ Վերջացրեցինք չէին սպասումը, հիմա եկել եմ վերջին զանգի նկարահանման թվյում եմ, տեսնում ուրան մերոնք, որ գնանք արդեն նկարենք, հիմա էլ վերջին զանգը։ Վայ, ենքան օրս նենց լավ ասկսվել, ուրեմն դուրս եմ եկել գնում եմ տուն ու գեղեցկուհի Գայանեն հիմա չի ուզում նկարվես, բայց ոչինչ մենք հետո կնկարվենք։ Ինձ հենց գեղեցիկ ծաղկե փնջերը նվիրեց, շնորհակալ եմ շատ, իմիջայլոց առաջին անգամը չի, հենց այստեղով անցնում Գայանեն ինձ գեղեցիկ ծաղկե փնջա նվիրում ու օրս դարձնում է տոն ուղղակի, հենց այնքան հաճելի է, չպլանավորված աղջիկական հավես անակնկալներ ստանալը, շնորհակալ եմ շատ, ձեզ լավ օր, մերսի, ես էլ ձեզ։ Այս թորին այն բոլոր մարդկանց համար, ովքեր միշտ հարցնում են, դու ոնց ես հասցնում գնաս դասի, գնաս ստուդիա, պարդաս տաս, գնաս նկարահանման, այսինքն ազատ եմ լինում դասում անում, իսկ գործս եմ միշտ դասավորում եմ, նենց որ հասցնեմ երկուսն էլ, իսկ վաղն էլ, շատ սիրուն առիթ ունենք, եղբորս հարսանիքն է ու շատ եմ սպասում, բայց սպոտկե ասում եմ, ինչ հոգնած եմ լինելու վաղը, ոնց եմ օրտնանալու չգիտեմ։ Ժամը 12-ն լինում արդեն, չեղաբիչ 11։ Այսօր ինձ կրկին հյուր են չէին սպասում հաղորդումից, այս անգամ Վահանն է եկել հյուր Դավիթի հետ։ Վահան հետ միասին ենք սովորել ինստիտուտում։ Հա? Խափում է։ Ես իրան շատ եմ սիրում, իրան Սա էլ Դավիթը, ողջույն։ Սիրուն լավ հաղորդում ունենք, հաջորդ կիրակի։ Ժամը 12-ին։ Տենց արագ եք աշխատում, հիասքանչ, հաջորդ կիրակի չէին սպասում։ Այս անգամ քաղցած չեն եկել, այս անգամ եկան տունը նկարեցին։ Դասս վերջացրեցի, մի երկու գործ ունեի արեցի, իսկ հիմա պիտի մեքենայի մեջի դիմահարդարվեմ, որ հասնեմ նկարահանման։ Գնացինք։ Եթե անկեղծ լինեմ ձեզ հետ, ասեմ, որ չեմ սիրում շատ դիմահարդարվել, առհասարակ նախընտրում եմ, եթե նկարահանում չեմ ունենում, լինել առանց դիմահարդարման։ Ասում այդպես ավելի համ գեղեցիկ է, համ թեթևը, չգիտեմ։ Դեմ ինչքանով ստացվեց, բայց ես շտապում եմ նկարահանման։
Կեղտ եմ ասում, առավոտվա 10-ից աշխատում եմ, ստուդիայում եմ 10 երեխեքի հետ, հիմա նկարահանման եմ, այս խենտ ընտանիքում, Եսա կտեղադրեմ կտեսնեք ինչի մասին է խոսքը, ամի խոսքով, ինձ լիքը էներգիա, որ ես դեռ դիմանամ, իսկ վաղն էլ առիթի եմ, ավելի չեմ հանգստանալու։ Ողջույն բոլորին, բարի եւ օրհնյալ Կիրակի եմ մաղթում ձեզ, այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի վերապոխման տոնն է, ուստի լավ ու բարի Կիրակի բոլորին։ Հիմա շատ արագ պատասխանեմ ձեր հարցերին։ Ինչ վերաբերում է նրան, թե երբ ենք հայտարարելու մրցույթի արդյունքներն, ասեմ, որ մրցույթի արդյունքներն արդեն հայտարարված են, իսկ եկող շաբաթվա վերջ արդեն կկայանա ձեր կողմից շատ սպասված նկարահանումը եւ դուք արդեն կհանդիպենք ձեր կողմից շատ սիրված կերպարների հետ։